Կառավարությունն ընդունել է օրենսդրական փոփոխությունները, որոնք վերաբերում են վարորդական իրավունքի տեսական ու գործնական քննությունների կազմակերպմանը, նաև վերականգնման ընթացակարգերին։ Նոր կարգավորումներով նախատեսվում է թեթևացնել քաղաքացիների վարչարարական բեռը, բարելավել սպասարկման որակն ու առավել տրամաբանական ու արդյունավետ դարձնել քննությունների համակարգը։ Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանի խոսքով ամենակարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է տեսական քննության հարցաշարերին։ Մենք որակավորման քննություններից տեսական քննությունում հարցաշարերը այնպիսի տրամաբանությամբ ենք տարանջատելու, որպեսզի քաղաքացին պատասխանի միայն այն հարցերին, որը վերաբերելի է այն կարգին կամ ենթակարգին, որի համար ինքը դիմել է։ Մկրտչյանն օրինակ է բերում. եթե քաղաքացին դիմել է մարդատար ավտոմեքենա վարելու իրավունքի համար, նրա հարցաշարում չեն լինելու ավտոբուսների կամ հանրային տրանսպորտի հետ կապված հարցեր, իսկ եթե դիմել է ավտոբուս վարելու ենթակարգի համար, բնականաբար կպատասխանի հենց այդ կարգին համապատասխան հարցերին։ Հարցաշարերի առանձնացման եւ հասցեականության վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։ Մինչ այդ կիրականացվեն անհրաժեշտ տեխնիկական աշխատանքները։ Փոխնախարարի խոսքով պարզեցվում է նաև փաստաթղթաշրջանառությունը։ Մեր ստորաբաժանումները ինքնաշխատ կերպով Արմետ համակարգից կտեղեկանան քաղաքացիների վարելու իրավունքի սահմանափակումների կամ արգելքների վերաբերյալ ինքնաշխատ կերպով եւ բոլոր հիմնական դեպքերում այլևս քաղաքացիները ստիպված չեն լինի այդպիսի փաստաթղթերը բժշկական հաստատություններից հավաքել եւ ներկայացնել մեր ստորաբաժանումներին։ Նոր կարգավորում է նախատեսվել նաև այն դեպքերի համար, երբ քննությունն ընդհատվում է տեխնիկական խնդիրների պատճառով։ Այն դեպքերում, երբ որ թե տեսական, թե գործնական քննությունը կընդհատվի տեխնիկական հարցերով, որոնք այդ բան հաղթահարել հնարավոր չի լինի, մենք կպարտավորվենք տվյալ քաղաքացուն առաջարկել առաջիկա 5 օրերի ընթացքում, որպեսզի վերջինս գա եւ վերահանձնի քննությունը։ Կարևոր փոփոխություն է նախատեսվել նաև տեսական քննության դրական արդյունքի գործողության ժամկետի մասով։ Նախկինում, եթե քաղաքացին 1 տարվա ընթացքում չէր հասցնում հանձնել գործնական քննությունը, տեսական քննության դրական արդյունքն անվավեր էր ճանաչվում եւ նա ստիպված էր կրկին հանձնել տեսական քննությունը։ 1 տարվա ժամկետը մենք երկարացրել ենք մինչև 2 տարի ժամկետով, որպեսզի քաղաքացին պահպանի իր տեսական քննության դրական արդյունքները եւ 2 տարվա ընթացքում արդեն կկարողանա դիմել գործնական քննության գործողի 1 տարվա փոխարեն։ Ներքին գործերի նախարարությունում վստահ են, փոփոխությունները կնվազեցնեն հերթերը, կբարելավեն ծառայությունների մատուցման արդյունավետությունն ու վարորդական իրավունքի ստացման գործընթացը կդարձնեն ավելի հարմար, արդար ու ժամանակակից, ինչպես քաղաքացիների, այնպես էլ պետական կառավարման համակարգի համար։ Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքի դեպքում գործնական քննությունը 1 տարվա փոխարեն 2 տարվա ընթացքում հանձնելու հնարավորության վերաբերյալ դրույթն ուժի մեջ է մտել 2026 թվականի հուլիսի 4-ից։ Ընդ որում փոփոխությունը գործում է նաև այն անձանց համար, որոնց նախկին 1 տարվա ժամկետը որոշման ուժի մեջ մտնելու պահին դեռ չի լրացել։ Այսպիսով, բոլոր այն քաղաքացիները, որոնք տեսականը հանձնել էին մինչև այս որոշումն ուժի մեջ մտնելը եւ նրանց 1 տարին դեռ չէր լրացել, ավտոմատ կերպով ստացել են 2 տարվա հնարավորություն։ Այն քաղաքացիների համար, որոնց 1 տարին արդեն լրացել էր, մինչև հուլիսի 4-ը տեսական քննության արդյունքները համարվում են ուժը կորցրած։ Նարինե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։